Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ ջերմ հանդիպումից ընդամենը 6 օր անց Ադրբեջանի նախագահը հրաժարվել է Մոսկվայում մասնակցել մայիսի նիտոնական շքերթին։ Մոսկվա չմեկնելու ադրբեջանական կողմի պատճառաբանությունը, թե Իլհամ Ալիևը իր հոր Հեյդար Ալիևի ծննդյան 102-ամյակի նվիրված միջոցառումներին պետք է մասնակցի, կասկածի տակ է դրվում անգամ պաշտոնական լրահոսին հետևելով։ Մայիսին առավոտյան է Ալիևը պատրիարք Կիրիլի ձեռքից իշխանուհի Օլգայի շքանշան ստացած կնոջ հետ հոր գերեզմանին այցելել, ծաղկեպսակ դրել։ Հետո Շուշիում ինչ-որ մզկիթի բժշկական կենտրոնի բացման են մասնակցել, 4-րդ բնակելի համալիրի հիմքը գցել ու օրը սահմանափակել անասնաբուծական համալիրի բացմամբ։ Ալիևի մայիսինյան զբաղվածությունը էլ ավելի է ամրացրել կասկածները, որ իրականում ադրբեջանական ինքնաթիռի ավիաաղետից հետո ռուս-ադրբեջանական լարվածությունն է Ալիևի Մոսկվա չմեկնելու պատճառը։ Հաստացի այս քայլով Ալիևը ցույց տվեց, որ չնայած նույնիսկ պատրիարքի այցին շքանշանների, որ տվեց պատրիարքը փոխանցեց, ցույց տվեց, որ միևնույն է Բաքվում գտնում են, որ այդ պատմությունը փակված չէ և սպասում են կոնկրետ քայլերի Ռուսաստանից, ներողություններ, մեղավորների պատասխանության ենթարկել և այլն։ Այս մասին էր հաղթանակի օրվա շքերթից առաջ ադրբեջանական իշխանամերձ մամուլի հոդվածների մեծ մասը։ Ամեն օր հիշեցնում էին, որ ինքնաթիռի վթարի մեղավորները պատժված չեն, Ռուսաստանը ներողություն չի խնդրել։ Մայիսի 9-ից 4 օր առաջ Ռուսաստանն արգելել էր Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովին մտնել իր տարածք, ձերբակալել էր օդակայանում ու արտաքսել։ Դրանից ամիսներ առաջ Ադրբեջանն էր պերսոնա նոն գրատա ճանաչել ռուս պատգամավոր Նիկոլայ Վալուևին, փակել ռուսական տունը Բաքվում։ Չեմ կարծում, որ այսպես կհասնի մինչև հարաբերությունների հետ կազմաներ եւ այլն, բայց այն, որ Ադրբեջանը փորձում է թե Ռուսաստանին, թե Արևմուտքին ցույց տալ իր նոր այսպես դիրքը, կշիռը տարածաշրջան, դա անկասկած է։ Ավելի քան 20 երկրի ղեկավար էր մասնակցում տոնական շքերթին։ Ալիևի փոխարեն Կարմիր հրապարակում ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներ քայլում։ Ադրբեջանի նախագահը ցույց էր տալիս ռուս պաշտոնակցին, թե այնքան են ամրացել իր դիրքերը, որ կարող է ի նշան բողոքի մերժել Մոսկվայի հրավերը։ Ադրբեջանը շատ արդյունավետ օգտվում է իր համար շատ բարենպաստ միջազգային ֆոնից, որոշ փոփոխություն կարելի է ակնկալել, եթե Ուկրաինայում պատերազմը ավարտվի, այդտեղից հետո Ռուսաստանը շատ ավելի մեծ ռեսուրս եւ լծակներ կունենա արդեն ազդելու Ադրբեջանի վրա։ Քաղաքագետի համոզմամբ ռուս-ադրբեջանական լարվածությունը պայմանավորված է նաև նրանով, որ սրված են հայ-ռուսական հարաբերությունները։ Ալիևը հույս ունի, որ Երևանին ու Մոսկվային չի էլ հաջողվի հաղթահարել ճգնաժամը։ Լիլիթ Սարգսյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։